Չեք սիրում խմորիչով աշխատել, ապա առաջարկում եմ Զատիկի տոնական սեղանի համար միասին պատրաստենք շոկոլադե նրբաճաշակ, շատ համեղ եւ արագ պատրաստվող նման շքեղ թխվածք։ Ցանկանում եք ձեր տոնական սեղանը լինի գեղեցիկ, սակայն երկար ժամանակ չունեք խոհանոցում անցկացնելու համար, ուրեմն այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Այս խմորեղենը պատրաստվում է մածունով եւ չհալվող շոկոլադով։ Միայն կտրվածքը նայեք, իսկ թե որքան համեղ է ստացվում, կիմանաք երբ պատրաստեք ինքներդ։ Երկար ժամանակ մնալուց չի փշրվում եւ գնալով էլ ավելի համեղ է դառնում եւ վստահեցնում եմ հաջորդ օրը այս խմորեղենից անգամ մեկ կտոր չի մնա։ Պատրաստման մեջ բարդ բան չկա, գլուխ կհանեն նույնիսկ երեխաները, թխելու ժամանակահատվածը հանած ձեզանից կպահանջվի մոտ 20 րոպե։ Մեզ անհրաժեշտ է շաքարավազ, կարագ, ալյուր, սենյակային ջերմաստիճանի մածուն, չհալվող շոկոլադ, 2 ամբողջական ձու 1 ձվի դեղնուց, ինչպես նաև 1 թեյի գդալ սոդա եւ վանիլային շաքարավազ։ 1 ձվի սպիտակուցը մի կողմ ենք դնում ջնարակ պատրաստելու եւ զարդարելու համար։ Մածունի վրա լցնում ենք սոդան եւ մի լավ խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա եւ զանգվածը փրփրի։ Առանձին տարայի մեջ հարում ենք 2 ամբողջական ձու, 1 ձվի դեղնուց եւ 150 գրամ շաքարավազ։ Ես խառնում եմ ձեռքի հարիչով, խմորը պատրաստելիս էլեկտրական հարիչ հարկավոր չէ, բաղադրիչները պարզապես միացնում ենք։ Ավելացնում ենք մածունը սոդայի հետ միասին եւ 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Իդեպ այս բաղադրատոմսի մեջ մածունը կարող եք փոխարինել կաթով, իսկ սոդան փխրեցուցիչով, այդպես էլ հրաշալի է ստացվում։ Կարագը դնում ենք ջրային գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանի մեջ, հալեցնում ենք եւ ավելացնում ենք թաց բաղադրիչների վրա։ Այս ամենը խառնում ենք մինչև ստանանք միատարր զանգված։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ավելացնում ենք 50 գրամ չհալվող շոկոլադ, այն մեր թխուկին հագեցած համ կհաղորդի։ Իդեպ շոկոլադի փոխարեն կարող եք ավելացնել չամիչ, ընկույզ, ընդեղեն կամ չրեղեն, այնինչ կա ձեռքի տակ։ Պարտադիր մաղելով ավելացնում ենք 280 գրամ ալյուր։ Բարեկամներ, բաղադրատոմսի մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները ինչպես միշտ կգտնեք տեսանյութի ներքևի հատվածում, նկարագրությունների բաժնում։ Կախված հավկիթների մեծությունից, ալյուրի որակից, մածունով եք պատրաստում թե կաթով, ալյուրի չափը կարող է փոխվել։ Պետք է ստանանք նման խտություն ունեցող խմոր։ Կարող եք թխել ցանկացած տարայի մեջ, ես վերցրել եմ կեքսի կամ բիսկվիթի համար նախատեսված սիլիկոնե ձևաման։ Մի փոքր բուսայուղ ենք տարածում, որպեսզի վստահ լինենք, որ մեր պատրաստած թխուկը ձևամանից չի կպչելու, եւ լցնում ենք խմորը։ Խմորը համաչափ տարածում ենք, դնում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխում ենք 35-ից 40 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Ինչպես տեսնում եք, շատ հեշտ, արագ եւ պարզ բաղադրատոմս է։ Պատրաստ լինելը ստուգում ենք փայտիկի միջոցով, եթե այն չոր է, ուրեմն իդեալական թխվել է։ Չենք շտապում թխուկը տարայից հանել, այսպես թողնում ենք, մինչև այն դառնա սենյակային ջերմաստիճանի։ Մինչ այդ կպատրաստենք սպիտակ ջնարակը, որով պետք է զարդարենք մեր Զատիկի թխվածքը։ Մեզ անհրաժեշտ է 1 ձվի սպիտակուց, 3 ճաշի գդալ շաքարի փոշի, կիտրոնի հյութ եւ գունավոր շոկոլադ։ Սպիտակուցը հարում ենք 4-ից 5 րոպե, վրան ավելացնում ենք 3 լիքը ճաշի գդալ շաքարի փոշի եւ 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ։ Այս ամենը մի լավ խառնում ենք եւ սպիտակ ջնարակը պատրաստ է, հեշտ եւ պարզ տարբերակ։ Զատիկի տոնական սեղանի համար այս բաղադրատոմսով խմորեղեն պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Այս ամբողջը քսում ենք մեր թխուկի վրա եւ վրան ավելացնում ենք գունավոր շոկոլադ։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ մածունով, չհալվող շոկոլադով եւ սպիտակ ջնարակով նման շքեղ տոնական խմորեղենի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։